Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստին բացի անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Քննարկվել են անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակը ընդգրկող ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր։ Հակակոռուպցիոն կոմիտեից Արարատ Նյուզի հետ զրույցում հաստատել են, քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկուսն էլ ձերբակալվել են կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Թրիփը քաղաքացիական նախագիծ է, որը ռազմական տարր չի պարունակում։ Այստեղ խնդիրն այն է, ինչպես երկու ժողովուրդների միջև, որոնք տարիներ շարունակ իրար նկատմամբ ատելություն են տածել, այնպիսի տրամաբանություն գտնվի, որ այդ ատելությունը նվազի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ-նախագահն է նշել. բոլոր սահմանները բաց են լինելու, իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք, նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել ինչ-որ ժամանակահատվածում։ Անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ։ Շեշտել է Սիմոնյանն ու հավելել, պատրաստվում է ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան, նաև Հայաստան հրավիրել ադրբեջանցի իր գործընկերոջը։ Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ։ Ադրբեջանական Ռեփորտ գործակալությանը ասել է ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Արդյունքները ցույց տվեցին, որ այս երթուղին ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է բեռնափոխադրումների և հաճախորդների համար, նշել է նա։